Արտահոսքի հետքերով նորակառույց շենքում ներքևի բնակարանը վերանորոգած չի, հասկանանք ինչից է։ Դե ինչ ուսումնասիրությունը սելի լող նախացիկի մեջ, տրապի մեջ հիդրոխցանով ներքևը փորձում եմ արտահոսքերը ակտիվացնեմ։ Հեսա ցույց կտամ ինչ խնդիրներ առաջացնում նման տրապին նման մոնտաժը, հիմնովի կասկածներ ունեմ, որ տրապի տեղադրումից է, հեսա տեսնենք ապացուցվում թե ոնց։ Դե ինչ հիդրոխցանով ակտիվացել էր մեր կաթոցները, այսինքն կա համոզվածություն, որ ամեն դեպքում տրապից է, այնպես որ նախ առաջ կվերանորոգենք մեր տրապը, բարձրանանք, բացատրեմ ինչից է սենց խնդիրներն առաջանում։ Ուրեմն նման տրապները տեղադրել են, այսինքն այս տրապը տեղադրել են հենց պրակլատկի վրա, այսինքն խողովակաշարի հենց պռոշին է նստած, այսինքն կոպիտ ասած այս տրապը բարձր է, զազորով վերև է դրած, այսինքն տվյալ դեպքում այս տիպի կլապանները, երբ որ մազակալում են, սկսում են այս արանքով արտահոսել է, այնպես որ այստեղ առաջնահերթ, քանի որ այլ խնդիրներ չգտնվեց, պետք է լինելու սա հերմետիկացնել, ոչ թե սիլիկոնով, այլ էբոքսիդնի, բուխկամպանետնի հատուկ կլեյեր կան, դրանով պետք է ոսկորացած կերպով սա հերմետիկացնել։